Ռադիո Արաքս, հայկական երաժշտությունը քո սիրտը կհասնի։ Ես համարում եմ, որ այսօր այս արևը, որ վայելում ենք եւ բոլորին լույս է տալիս այս վերջին փոթորգալից անցրևոտ օրերից հետո այս արևը մեզի փախտ բերեց եւ շնորհակալ ենք եւ տեսփան Մարիամ Գևորգյանի, նաեւ Անտոնիո Սարաֆյանին, որ այսպիսի առիթներ կստեղծեն մեր հայկական ըսկացումները գենթանի վահելու եւ վայելելու մեր արվեստը։ Ես միշտ ասել եմ, որ այս համայնքը Ուրուգվահայությունը ունի երաժշտական ինքնություն։ Քիչ հայախոս կա, թեև կան անշուշտ օրեօր դգար ենք այդ տեսակետից, սակայն ունենալով պատմություն կապված ռադիոգայանների, համերգների, դարբեր պատվիրակությունների ձևավորվեց այդ ավանդույթը եւ երաժշտության, հայ երաժշտության հանդեպ կա հատուկ սեր։ Ուստի որպես այդ մթնոլորտի հաստատություն, որպես գամուրջ, այսօր գտնենք այս ներկայություն, որ եկել է Հայաստանից, նաև Կորդոբայից եւ Լա Պլատա գետի մյուս ափից, Բուենոս Այրեսից, մեզի հետ են Հայաստանի ժողովրդական արտիստ, կանոնահարուհի Հասմիկ Լեյլոյանը, դուդուկի վարպետ Գագիկ Գասպարյանը եւ մեր Արգենտինահայ համայնքի ցանոթ դեմքերեն Փարեգործականի նախկին ադենաբեդ Անտոնիո Սարաֆյանը, որոնք հատուկ նվադագով գտնվին Մոնտեվիդեո, վաղը շատ կարևոր համերգ տեղի ունենա Ուրուգվայի խորհրդարանի օրենսդիր բալադին մեջ, ըստ խորհրդարանական լուրերու ներկա պիտի գտնվի Ուրուգվայի փոխնախագահ խորհրդարանի օրենսդիր բալադի ընդհանուր ժողովի նախագահ Կարոլինա Կոսե եւ դարբեր իշխանավորներ Ուրուգվայի։ Ուստի պատմական նախատեպ չունեցող իրադարձությունների առջև ենք։ Ողջունենք ներկայությունը մեր հյուրերու եւ առաջին հերթին մեր ուրախությունը հայտնենք եւ կխնդրենք ողջույնի խոսք, ըսկացումների արտահայտություն մեր սիրելի Հասմիկ Լեյլոյանի, Հայաստանի ժողովրդական արտիստ, կանոնահարուհի։ Կարելի է ասել, որ վերջին տարիներու շնորհիվ մեր Բարեկամներու կորձունեության հաջող մեկ գալիս է բարեբախտաբար Հասմիկը։ Բարի եկած ես Հասմիկ, ուրախ ենք քեզ տեսնելու։ Մոդեցիր բարձրախոսին, որովհետեւ տեսանք, իսկապես շատ ուրախ եմ այստեղ գտնվելու, նորից հանդիպելու ձեզ եւ կարծում եմ, որ բերել եմ Հայաստանից այն ամառվա շոկը, տաքությունը ու ուզում եմ հաղորդեմ բոլորին։ Սկացված ենք իսկապես միշտ երբ որ մեկը մանավանդ մշակույթի կորզիչ գալիս էր Հայաստանից, այդ ամեն ինչը հասնում էր մեր ժողովրդին, այդ սերը հանդեպ մշակույթին, մեր փենուտյան անկախ ամեն ինչից։ Ես միշտ կհամարեմ, որ միշտ Հայաստանի իրավիճակը ելևեջներով, ցնցումներով լի է, բայց մենք պիտի նայենք հազարամյակներու այդ հասկացողությունը, որ կպահպանվի Հայաստանը գա, կմնա եւ պիտի մնա եւ մշակույթն է այդ ամեն ինչը, որ կփոխանցվի ձեր միջոցով։ Ուստի կարևոր է հասկանալ դուք, որ միշտ եղել եք աշխարհով մեկ, այս անգամ ինչ զգացումներով ոտ կտնեք Ուրուգվայ։ Հարազատ զգացումներով եւ այդ ձեր ջերմությունն է, որ այդ հերավորությունը շատ հեշտությամբ կարողանում ենք տանել ու հասնել ձեզ միայն տեսնելու ու այդ ջերմությունը զգալու մեր հայրենակիցների, որոնք ապրում են Ուրուգվայում, Բուենոս Այրեսում կամ Բրազիլիայում։ Այդ ձեր վերաբերմունքն է, որ մեզ արվեստագետներին առիթ է տալիս ավելին անենք մեր արվեստում,
մեր մշակույթը կարողանանք հասցնել տարբեր երկրներ։ Այո, շատ կարևոր է դա, անշուշտ մենք միշտ կարևորում ենք, որ մեր մշակույթը ծառայե, որպեսզի օտարները ծանոթանան մեր ազգին, մենք ամենակարևորը որ ունենք մեր պատմությունը, մեր մշակույթը, հիմա անշուշտ կան այլ արժեքներ, քաղաքական, ռազմավարական, սակայն այս հեռավորության մեջ այդ մշակութային գաբը կարևոր է։ Ես կուզեմ վերհիշել քիչ մը պատմությունը, որտեղ կարևոր է հասկանալ, երբ է եղել առաջին անգամ, որ դուք սիրելի Հասմիկ հասել եք այս ափերը։ Ես կգարձեմ, թե առաջինը եղել է Արժանտին 78 թվականին եւ այնտեղ կարևոր թեմքեր են եղել այդ պատվիրակության մեջ։ Մյուրեքյանը, պարոն Մյուրեքյանի հրավերով եկանք Վագն Դավթյանի գլխավորությամբ Հովանես Բադալյան, Ռուբեն Մաթեոսյան, Բելա Դարփինյան։ Այո։ Ես կարևոր գուզեմ հասկանալ եւ կարևոր է իմանալ, որովհետեւ այդ պատվիրակությունը դժբախտաբար չի եղել Ուրուգվայ, որովհետեւ ինչ որ խնդիրներ են եղել փաստաթուղթերու հետ եւ այլն, օրինակ միշտ ես ասեմ երեք պատմել եմ դա Անտոնիոին, իսկապես մեզ մոտ այդ տարիներին անհասկանալի էր ոնց կարելի էր մատնահետք վերցնել ու ասեցին որպեսզի մենք Ուրուգվայ մտնենք պետքա մատնահետք տանք իսկ մեզ մոտ դա նենցա որ միայն հանցագործների մատնահետքերն են վերցնում որովհետեւ հրաժարվեցին իհարկե ղեկավարի միջոցով հրաժարվեցին որ մատնահետքներ տան դրա համար չեկան Ուրուգվայ այո որովհետեւ Բադալյանը Ուրուգվայ չի եղել Օֆելիա Համբարձումյանը չի եղել միայն դրա համար մատնահետքի համար Ջիվան Գասպարյանը չկար այն միասին էինք այդ միասին էինք պատվիրակություն եւ իսկապես իսկ հետո այդ առաջինը եղավ հետո Արա Գևորգյանի հետ երկրորդը թե ուրիշներ եղել են Ես չգիտեմ ուրիշները, բայց ուրիշները չէ, հետո Արա Գևորգյանի հետ, նրանից հետո Գասպարյանի եւ Անտոնիոյի Սարաֆյանի հետ բանարած, ֆրանսիական դեսպանատան ֆրանկոֆոնիայի առիթով եկանք շատ հետաքրքրական է, որովհետեւ արդեն գրնանք ասել, իսկապես ես չեմ ուզում սխալ միտք ասել, բայց կարելի է հաստատել, որ կանոնահարուհի Հասմիկ Լեյլոյանը հայաստանցի երաժիշտներից ամենաշատ այցելած այս երկիրներն են, որովհետև խոսքը 4-5 այցելություններու մասին է, ես կգարձեմ, թե Ռուբեն Մաթեոսյանը եկել է 3 անգամ, բայց 4-5 անգամ չեմ գրնար ասել, որ արվեստագետ եղել է, ուստի այդ պաստը թո բատմիչները ինձ օգնեն եւ հաստատեն, բայց Հասմիկ Լեյլոյանը կարելի ասել, որ Հայաստանի երաժիշտներից ամենաշատ այցելած։ Կանամ մեկ բան ասել։ Այո։ Ես կարծում եմ մյուս բոլոր մեր մեծերի անունը, որ հիմա տվեցիք, Ռուբեն Մաթեոսյան, Հովանես Բադալյան, բոլորը շատ քչերն են հայկական աշխարհի դուրս օտար աշխարհի մեջ ելույթ ունեցել ոչ հայկական աշխարհի, բայց Հասմիկը միակներից է, որ բացի հայկական սփյուռքը այցելությունը, որ համերգ տված է, հայ մշակույթը նաև հայկական սփյուռքի մեջ, օտար աշխարհի մեջ շատ քչերից է որ Հայաստանից հասկացա միտքը եւ բնականը որովհետեւ երկիչները ավելի շատ ժողովրդական ուսանական էստրադային գործիք է եւ ինստրումենտալ է եւ լեզու չունի իսկ քանի որ խոսեցար Գագիկ ես քեզի էլ գուզեի մի քանի հարցեր տալ որովհետեւ այդ ծրագիրը ծնած է եւ քո գողմե եւ Անտոնիոյի գողմե դարազել հայ երաժշտությունը խաղաղության լոզունքի տակ գավելով հոգևոր հասարակություններ, եկեղեցիներ եւ գուզեի որ վերնակրային ցևով ամփոփես այս քո գադարած աշխատանքը իսկ այս համերգը որքան կհասկանամ կմտնա այդ ծրագրի մեջ Դիեգո ջան ուրախ եմ որ մեզ հրավիրեցիր քո ռադիոն եւ ուրախ եմ որ մեր հանդիպումը վերջի ժամանակները ինչպես որ հիմա գխոսեիր ցավոք սրդի
տարիներ առաջ ավելի շատ գայցելեի քորա վերքով եւ հայկական համայնքի ավելի շատ դու գլավիր կհիշեմ եւ տարիները որ չենք հանդիպել իմ համար մեծ ուրախություն է հիմա նորից հանդիպել քեզ հետ եւ այս անգամ ոչ թե միայն ես Հասմիկ Լելոյանը Անտոնիո Սարաֆյանը միասին եւ այդ կարեւոր ծրագրի շարունակությունը, որ արդեն 13-14 եվրոպական երկրներ դարանք եւ հայ մշակույթը իբրև ծառայել խաղաղության եւ հայկական աշխարհից դուրս որ ամենակարևոր մարդաբարությունն է այսօր մեր համար, որովհետեւ 100 տարի մենք դուրս ապրեցինք, բայց 100 տարվա մեջ աշխարհը մեզ իբրև մշակութային ազգ բացի սփյուռքը որ մերն է անշուշտ բայց աշխարհը արդեն պիտի ճանաչեր մեզ որովհետև մենք միշտ մտածեցինք մշակույթը մեր մեջ պահենք որ հայաբախբանություն շարունակվի բայց հոն ավելի կարևոր մաս կար որ աշխարհը պիտի ճանաչի մեզ որ նոր սերունդը հպարտելա իր մշակույթով եւ որ չմտածե որ մեր մշակույթը միայն մեզ է հետաքրքիր եւ հայներ որ ինքը մտածեր որ իր մշակույթը արժեք ունի որ աշխարհին կհետաքրքրե մենք այդ փորձը պիտի ունենք հիմա ասի նաեւ ոչ թե միայն խաղաղություն նաեւ այն փորձն է որ հայը հասկանա իր մշակույթը իր ինքնությունը աշխարհին եթե ծանոթացնենք ինքը լավն է եւ շատ կարեւոր է եւ աշխարհի ամենահին մշակույթներից մեկն է եւ որ հոգեվորի մասին հիմա ասեցիր ինչու հոգեվորը որովհետեւ աշխարհի գեսը եվրոպական աշխարհի քրիստոնյա է հիմա այս մշակույթով այս ծրագրով միայն խաղաղությունը չէ մենք եվրոպային գսենք որ բոլորս քրիստոնյա ենք եւ այս հոգեվոր երաժշտությունը որ քրիստոնյական է միայն հայերուն չի պատկաներ ամենքուս հոգեվոր երաժշտություն է քրիստոնյական եթե առաջի քրիստոնյա ազգը հայերն էր Հայաստան ծնվեց Հայաստան ընդունեց բայց գլոբալ գրոն է լավ է որ դուք էլ ճանչնաք առաջի ամենեն 5 քրիստոնյական հոգեվոր երաժշտությունները ինչպես մենք Ave Marian կճանչնանք օրինակ շատ կաթոլիկ հոգեվոր ինչու հայկականը չճանչնան որ բոլորինն է կրոնը արդեն բոլորս քրիստոնյա ենք ուրեմն 10-րդ դար 9-րդ դար 7-րդ դար 11-րդ դար եւ աշխարհին շատ հետաքրքրեց ինչպես կարելի է երգիրը որ բահած ունե 1000 դարվա հոգեվոր երաժշտություն զարմանա հոսեր ամեն գաղտնիքը որ Եվրոպան ընդունեց որովհետեւ ամենեն կարևոր դաջարները եւ հոգեվոր երաժշտությունը 10-րդ դարի որ ամենքուս քրիստոնյա գրոնի մասին է խոսքը շատ ճիշտ է Գագիկ բայց այս խնդիրը նոր խնդիր չէ ես գհիշեմ Հովանես Թումանյանի հոդվածներեն մեկը որ գսե մենք մեզի պետք է ճանչնանք որպեսզի այո սորվինք ով ենք ինչ ենք մենք պիտի սորվինք պիտի լեցվինք մեր պատմությամբ եւ դարազենք անշուշտ շատ կարեւոր է եւ երաժշտությունը գլխավոր միջոցն է որովհետեւ հասկանալի է գսկան ես պաստեր ունիմ որ մարդիկ հուզվին դուդուկով անշուշտ ալ կանոնով պիտի հպարտանան բայց հեշտ չէ կանոնը քիչ նվագողներ եղել են այստեղ միայն Հասմիկը վերջին ժամանակներուն նաև Կորդովային մեր բարեկամը Կուսանին որ գնվակեր կանոնը բայց դժվար կորզիկը դժբախտաբար քիչ նվագողներ կան քիչ մեն նաև խոսինք Անտոնիոյի հետ եւ բարևենք եւ շնորհակալություն հայտնենք եւ նվերների եւ ներկայության եւ գնահատենք այս կորզը որ զոհողություն է եւ ես գիտեմ որ Անտոնիոն այս կորձերով նաև ինքն Gvayele, որովհետև գսիրե այս կորզը։ Querido Antonio, bienvenido. Pari Gases Radio Arax. Շատ շնորհակալ ենք Diego. Para mí es un momento muy importante este porque me hace recordar
mis visitas cuando, bueno, vos estabas en otra radio o estabas acompañando al señor Dupenian. Vos sabés que yo Y- entré justo después que todo eso, Bueno, después que falleció, pero claro. conozco de tu presencia, Claro. siempre acompañando artistas. Exactamente. Como también o hablé cuando estaba, bueno, la parte deportiva de la la UAP y liga todo, y y las todo Olimpiadas. eso. Realmente, para mí es muy importante. Nosotros hace 2 días atrás en Buenos Aires celebramos el 70 aniversario de La Voz Armenia. Es cierto, el saludo para Adrián. Claro, entonces, de Adrián, y realmente hoy estoy acá y me llena de emoción porque la radio en cualquier comunidad es a veces mucho más importante que una institución. Lleva los mismos efectos que puede tener una institución, porque ustedes están enseñando qué es lo que pasa en el mundo, qué es lo que pasa en el mundo armenio, y dan definiciones importantes y reales de qué es lo que está pasando en la madre patria. Y eso es lo que la gente necesita. Yo valoro mucho esos conceptos, Antonio, de tu parte. Quiero en español destacar el inmenso trabajo que venís haciendo, desde la dirigencia de UGAO de Buenos Aires y también a título personal, acompañando a Gagui, que en este caso también a Hasmik. Recuerdo también otros maestros que han llegado por tus gestiones. He participado, he presenciado muchos de esos conciertos en teatros de Buenos Aires y también los hemos vivido acá. Me parece que este es el camino. En lo que podamos, nosotros siempre vamos a estar apoyando a todos los artistas que se acerquen a nosotros. La radio no es solo un programa que empieza y se termina. Hay gestiones, hay contactos. Siempre estamos dispuestos a facilitar todo lo que se pueda hacer para ayudar a nuestros artistas. Entendemos que este puente de entre la gente, ¿no?, que es un medio de comunicación donde hay un emisor, un receptor, pero hay un mensaje, llega a lugares que nosotros no podemos saber. Vos decías, las instituciones saben cuántos socios tienen, quiénes son los que vienen a una comida, a una actividad. Yo no sé quién me está escuchando en este momento, cuántos me están escuchando. Ahora nos están viendo por YouTube, por las redes sociales. En realidad, aunque te escuche uno, has logrado el objetivo. Ese uno pueden ser miles. Claro. Ese uno pueden ser miles. Por eso yo te felicito por tu constancia, tu trabajo. Es muy importante para la comunidad armenia del Uruguay. Sos una personalidad muy importante. Bueno, y la radio también. Nosotros le tenemos que dar la fuerza esa. El proyecto que es Por la Paz del Mundo, en el año 2017 comenzamos con Gagui Gasparian. Se tuvo que interrumpir por el tema del COVID. No lo pudimos, hicimos un primer concierto, después lo tuvimos que dejar. ¿Y por qué lo hacemos? Lo hacemos por una cosa muy importante. Vos dijiste, la cultura. Nos pueden sacar todos los territorios, no pueden sacar toda la cultura nunca. La cultura es la que defiende todo eso. Y a través de esta cultura es lo que nosotros queremos brindar. Los conciertos no son ni de Gagik ni Hasmik, es del pueblo armenio, es de todos. Todos tenemos que participar, todos nos tienen que dar una mano. Algunos trabajando, algunos dándonos una mano en la parte económica, porque esto es gratis, es ad honorem. Esto no hay a veces mucha gente me dice, che, pero ¿y cómo hacen? Lo hacemos gracias al sacrificio y al trabajo que hace la gente. Hoy no solamente Hasmik Leiloyan y Gagui Gasparian están en este proyecto. En este proyecto se suma también Arake Borkian, se suma también Levon Tebanian, fue a Australia a dar 2 conciertos bajo este mismo paraguas, gratis. Claro. Para la cultura armenia. En eso hay que tener un poquito de más de autocrítica. Perdón, ¿no? Todos los artistas de Europa, diferentes países, holandeses, alemanes, esos se van sumando. Todos se sumaron. Nosotros llegamos a la Sagrada Familia en Barcelona, llegamos en Alemania en una iglesia católica con más de 450 personas, en la Sagrada Familia quedaron 300 personas afuera, y esto... Hoy tenemos el honor de tener a la artista emérita de Armenia, una persona importantísima como Hasmik Leiloyan, que se sumó a este proyecto. Mayores, sí, señor. Y yo quiero decir sí, algo, señor. y lo quiero decir en español para que no...
tengo la dicha y la fortuna de decir que de esas mismas manos que Hasmik ejecuta el canón, tuve la posibilidad en esas idas a Yereván de disfrutar de la elaboración de los alimentos que Hasmik con esas mismas manos, porque me ha invitado a su casa. Tuvo un programa de televisión haciendo comida. Es una fenómena. Sí. Y pasé bárbaro, y es un cariño. He recibido siempre de Hasmik desde que la conocí cuando vino a Araque Borkian en el 2011 en el Sodre, que vos también tocaste, Gagi. Sí. En ese momento conocimos a Hasmik y se hizo una amistad natural y sincera, porque vimos en ella, primero, una personalidad artística, pero humanamente. Exactamente. Humanamente, quiero destacar. Es un espectáculo. Es lo supremo de lo que es el don de gente, la nobleza, el cariño, la calidad humana. Porque no. Vamos a ser sinceros, los artistas, hay algunos que, bueno, son buenos artistas, pero bueno, a veces no se da el feeling o no son del todo sanos o buenos, etcétera. No todos los artistas son buenas personas, como pasa con los futbolistas, con los periodistas, con todos. Pero en este caso yo quiero destacar, y lo quiero decir, y por algo estoy re contento hoy que haya venido a la radio, y agradezco a todos los que hicieron posible esto. Es una persona querible, disfrutable, es una fenómena, es reconocida en todos lados, y para mí es una de las mejores canonistas. Hay muchas buenas y cada día hay más, por suerte, y triunfan y hay jóvenes, etcétera, pero Hasmik Leiloyan es de las mejores que han habido en los últimos tiempos, y por suerte se conserva, se cuida, viaja, y hay mucho tiempo para disfrutarla. Bueno, y un poquito terminando el tema del proyecto, este proyecto lo lanzamos y está abierto para todo el mundo y toda la comunidad. En Montevideo, la señora embajadora, Mariam, tomó a su cargo el proyecto y dijo: yo también quiero participar de esto. Realmente hay que felicitar a Mariam porque tienen una embajadora de lujo. Yo ya lo he dicho públicamente, Antonio. Es una embajadora de lujo, y ustedes tienen que estar acompañándola, no la tienen que dejar sola. Obviamente. Quiero aclarar que es un concierto dedicado, por invitación de la embajada, está dedicado a, obviamente, los círculos diplomáticos, políticos. Nosotros estamos, obviamente, aceptando esas reglas de juego que son puestas por la embajadora. Destacar que esto es muy importante, ya hubo una instancia previa con Gagik en la Cancillería, es obviamente la misión de la embajada de trabajar en esos círculos, porque es una embajada de un país en otro país y no tiene la misión de, o sea, se relaciona con la colectividad, pero el destino de la actividad es más amplio. Aclaro esto ante algunas consultas o algunos comentarios. Esto tiene que quedar claro, que aquí se trata de la difusión de la cultura en el marco de las relaciones interestatales y diplomáticas, y eso es muy importante. Nosotros como colectividad, como prensa de Armenia, destacamos eso, y tenemos que comprender que a veces hay que aceptar esos códigos. ¿Y por qué es importante? Yo quiero comentar algo. Esa eren dijo Sima Etmasin, Bodev Garzente Gagik Biti Hishea Ismasin, Orme Yes Leselov, Uruguay Bedagan Radionere, Duduk Gelesem, Kayo Gehishem. Եվ իրենք կներկայացնեն իբրթե ադրբեջանական գործիք։ Ինձ ուղարկեցի հիշեցի։ Եվ արձանագրություն ալգար, ես այս ինչպես արձականենք։ Մենք չենք կրնար գամ թադաբարդել, գամ փողոքի նոտա։ Եվ կարծեմ փառադոն ըրեցին, անունը դուդուկ դրեցին։ Այո, ես այս մարդկանց պիտի երթանք ու նվիրենք Գագիկ Գասպարյանի սիդին, հադուկ նամակով, եւ թող իրենք դա կրկրվին, եւ անմիջապես ինչ եղավ պատասխանը, այն ժամանակ տեսփանադուն չի գար, քիչ մը հերու էր այս ամեն ինչը, բայց կոնե Գեշեմ, դու իրաբրես։ Ուրեմն ինչ կնշանակե, որ մշակույթը ոչ միայն ասենք վայելելու մշակույթն ալ քաղաքականություն է, մշակույթն ալ pedagogan մեդաձելագերբի արտահայտություն, արվեստն ալ ցևոմ soft power գսեն կամ պապուկ իշխանություն,
մշակույթով մենք կրնանք նաև հասնել մեր նպատակներուն։ Ուստի շատ կարևոր է որ մեր արվեստագետները որ նաև տեսփաններ են զգան աչակցությունը ուժը կուրկուրանքը մեր ժողովրդին մենք որպես ռադիոգայամ մամուլ մեր համեստ թիրքով եւ գործունեությամբ օգտակար գտարնանք որ այս ամեն ինչը եւ հասնի եւ մեր արվեստագետները լուծումներ ստանան երբ որ այլ լուծումներ չի կան մենք հբարտ ենք ուրախ ենք հանգիստ ենք այդ տեսակետեն բայց հիմա աշխարհը փոխվեցավ բարք աստուծո տեսփաններ կան տեսփանադուն կա որ այդ առումով իր ըսկա կորձը գադարի հասմիկը ինչ կրնա հասմիկ ջան ինչ կրնաս պատմել քիչմը Հայաստանի մշակութային կյանքի մասին մենք երբեմն գաբեր կամ գհդակրկրվին կնայինք շատ ուժեղ կոնե հերվից հերու գսկանք մեր ընկերներու միջոցով շատ ակտիվ է մշակութային կյանքը համերգներ ամենտեղ կան առաջարկություններ դու ինչպես կնկատես այդ ամեն ինչ այդպես է թե քիչմը վերաբահ ես այդ տեսակետեն Հայաստանի մշակութային կյանքեն դժվար է ինչ որ բաներ ճիշտ է համերգներ շատ են լինում մենք ունենք շատ նվիրյալ արվեստագետներ, որոնք մեծ գործ են անում մեր արվեստը, հայ արվեստը պահպանելու, դա լինի ժողովրդական ժանրից, լինի դասական ժանրից, միած ցավոտ բան կա, որ չգիտես ինչի, քանի որ մենք ունենք շատ մեծ ինչ ասեմ պոտենցիալ արվեստի որ պետք չի նայել ուրիշին կամ ընդօրինակել չէ ընդօրինակելու բանի բայց դժբախտաբար կա տենց մի բան մասա արվեստագետներ չի ասի ուղակի երգիչներ բան որոնք սկսում են կողքի մյուս ազգերի երաժշտության նմանվել որ ու խանգարում է դա խանգարում է որովհետև մենք մեր դեմքն ենք կորցնում դրանով ես այդ շատ ցավոտ եմ ասում որովհետև օրինակ ինչ կասեի այսքան տարի որ ես հրավիրվում եմ տարբեր ազգերի կողմից իրենք ամբողջ արաբական երկրներում, Թուրքիայում, Պարսկաստանում, Հունաստանում ամենտեղ կա կանոնը։ Բայց ինչի համար են իրենք ինձ հրավիրում, որովհետև ես իրենց նման չեմ նվագում, ես նվագում եմ հայկական կանոնը։ Այդ դա է, որ պետք է կարողանաս քո դեմքը պահես, քո արվեստը ներկայացնես։ Այնտեղ է կարևորում պետության իհարկե եւ պետության եւ արվեստագետի ճիշտ մոտեցում է իր ազգայինը ցույց տալու, պահպանելու, իր երկիրը ներկայացնելու, որովհետև արվեստով ենք մենք ավելի հարուստ, քան հողերով կամ ինչ որ մենք շատ չենք ոնց որ մյուս բաներ փոքր երկիր ենք եթե չկարողանանք մեր մշակույթով պահենք չնայած ամբողջ մինչև հիմա մեր երկիրը հենց ներկայացվել է պահպանվել է մեր մշակույթով Սիրելի Հասմիկ դուք որպես նաև դասախոս պրոֆեսոր ինչպես եք գնահատում նոր սերունդի հետաքրքրությունը ազգային գործիքների նկատմամբ մարդիկ ուզում են դառնալ կանոնի բարբեդ ես լուրերից տեղյակ եմ որ մի քանի հոգի նոր անուններ ինչ որ բարգևներ են ստանում ինչ որ շրջագայություն այսինքն նոր անուններ կան կանոնի իհարկե պետք է լինի ես գիտեք որ մի 10 գիրք հրատարակած ունեմ մեր մասնագիտական կանոնի համար սկսած կանոնի հայկական դպրոցից կանոնի հայկական դպրոց երկու մասանի ամեն մեկը 132 էջա եւ կատարողական զարգացման դասագիրք, որը նոր կատարման ձևեր է, դա նշանակում է, որ գործիքը զարգանում է, զարգացվում է։ Իսկ եթե չզարգացնես, հետաքրքրություն չի լինի այդ գործիքին։ Ժամանակի հետ պետքա համահունչ կարողանաս առաջ տանել։ Այդ դրանք
ստեղծումը այն մյուս ապագա սերունդի համար հիմք, որ դա հետարքի լինի եւ կարողանա շարունակել հայկական ժողովրդական գործիքների այդ եւ զարգացումը եւ ներկայացումը տարբեր տեղերում։ Այդ դրա համար էլ նոր անուններ են լինում ու պետքա լինի, դա նշանակում է, որ մենք ժամանակին ճիշտ ուղղությամբ ենք աշխատել, որ կարողանանք պահել եւ փոխանցել սերունդներին։ Այսինքն երիտասարդներու բագաժ չկա կանոնի մեջ։ Ասեի ոչ, ես էլ եւ կոնսերվատորիայում եւ մանկավարժական համալսարանում ունեմ բավական մեծ դասարան, որը արդեն ասում ու շատ լավ ուսանողներ։ Լավ լուր է ադի։ Այստեղ սիրելի Հասմիկ, մեր ունգընտիրներից մեկը հարց գուտա, որոնք են այն երաժիշտները, որ կանոնահարուհիներ, որ եկել են Ուրուգվայ, իմ մտքում կան 3 anunner, չգիտեմ, mega piti Ocneinzi. Hay un oyente que me está comentando y me está preguntando cuáles son en la historia, en estos últimos años, 50, 60 años, los canonistas que han llegado desde Armenia. Yo recuerdo 3 nombres, a ver si Antonio, que tiene algunos años más que yo, recuerda. Yo recuerdo a Angela Tapekian, a Hasmik Leiloyan, que vino varias veces, y también con Kohar vino Anait Valesian. No recuerdo otro nombre. Creería que no. A ver si algún oyente me ayuda, si hay alguna otra instancia que haya venido algún otro canonista. No vino. Türkiye Georg Dabariani, Gurgen Dabariani. Egele Georg Dabarian, Gurgen Dabarian, Egele Chemkider Kanonit. Կարինե Հովանեսյան։ Եթե Գևորգ ու Գուրգեն եկել են։ Ես հոս չէի։ A ver si hay algún oyente que me puede ayudar, porque yo no estaba en Uruguay cuando vino Gurgen Dabarian y vino con el tío, con Georg. Sí, de la diáspora. Si trajeron una canonista, a ver si hay alguien que recuerda. Esto es reciente, así que hay que aplicar un poco la memoria de los oyentes. Sí, vos recién hablabas de si hay canonistas nuevas en Armenia. El video de Yerevan, ella participó del proyecto de Araque Borkian con los 100 canones. Espectacular. Estaba lleno de todos jóvenes, era. Claro. Ella comandaba el canón más importante. Yo quiero hacer una especie de promoción para aquellos que quieran aprender. Hoy tenemos la ventaja de la telecomunicación. Para aprender estos instrumentos se pueden conectar por teléfono, por WhatsApp, etcétera, y pueden aprender aprendiendo de esa forma. No es tan difícil la conectividad, por lo tanto hay que aprovechar de eso para aprender. Es muy importante que aquí algunos chicos jóvenes que les guste la música aprendan duduk, aprendan canón y puedan desarrollar. Solamente hay que tener esas ganas. Virtudes, Solamente teniendo ganas. Claro. Claro, bueno, el maestro Gay Gasparian tiene una escuela de duduk que pueden hacer a través virtual al nivel mundial. Sí, sí. Y lamentablemente no hay ni un armenio entre todos esos miles hay. Claro. Desde un punto del planeta hasta el otro punto, y todos son músicos, musicólogos, diferentes nacionalidades, que no es solo el duduk, la música espiritual y místico armenio junto con el sonido dudukovio. Bueno, hay que capaz que ver que tiene cierto lado positivo, y tenemos que ser optimistas de revertir esa situación y fomentar, estimular que los jóvenes armenios aprendan el idioma, los instrumentos, la música, se acerquen y vean como una forma también de transmisión de valores, ¿no? y de espiritualidad. Yo felicito a todos los que se inclinan por escuchar primero la música armenia, por disfrutar del idioma, y por qué no luego puede surgir la idea de aprender un instrumento. Claro, esto pasó, yo estuve cuando estuvimos en Chile. Él tiene un alumno y tocó con el alumno cuando estuvimos en diciembre pasado con el proyecto en Chile, con 450 personas a sala llena.
había 30 armenios nada más y los demás no eran armenios. Y esa es la satisfacción que tiene uno. Es decir, el deber cumplido, que sí, que estamos por el buen camino. Y ahora nosotros, esto es una gira sudamericana, estamos ahora en Montevideo, después vamos a ir a Córdoba, la legislatura de Córdoba también va a organizar un concierto. Qué bueno. En Buenos Aires, en la UGAP también tenemos un concierto, y luego tenemos 2 conciertos en Brasil, uno en Santos y el otro en San Pablo. Qué No bien. para los armenios, para todo el mundo. Eso es lo importante. Y en septiembre, bueno, ya tenemos la gira también en Europa. Empezamos en Alemania el día 15 de septiembre en una localidad que está a 200 kilómetros de Berlín. 19. Perdón, el 19. 19. Después tenemos el día 22 en Berlín, en un teatro muy importante. Ahí pasamos el día 24 en Estambul, nuevamente con Patriarcado. el Patriarcado Armenio de Estambul. Qué bueno. Volvemos el día 2 a Berlín a tener otro, que va a haber una muestra muy grande, y también va a actuar Esa es ahí iglesia Gasparian, alemana. Sí, todo la el iglesia proyecto. alemana. En Murcia, en Málaga, en una catedral importantísima, es casi tan importante como la Sagrada Familia. No, la catedral más grande de Sí, Málaga. sí, de Málaga, pero es casi tan importante como la Sagrada Familia a nivel. Impresionante toda esta recorrida, Después de Antonio. eso nos vamos a Barcelona, donde el consulado argentino organiza un concierto de Duduk, y después también la legislatura de Barcelona va a tener presente. Y terminamos en Andorra con 3 conciertos. Impresionante, una Y gira. sigue, no Y terminamos. sigue, exactamente. Tenemos algo más que todavía no está definido, pero bueno, Bueno. esto no se logra únicamente con palabras, se logra con mucho trabajo, mucho sacrificio. Sin dudas. Y sin dudas. estamos y- presentando al mundo lo que es la cultura armenia. Obviamente Gracias, que son- Gagi Gasparian, gracias, Hasmik Leiloyan, y todos los que nos acompañan. Y brillante. gracias a todos los que organizan, los que entienden que no son conciertos, porque llega un momento más para nosotros y en el mundo que hoy estamos viviendo, más para los armenios, que nosotros necesitamos invertir tanto el talento, invertir el tiempo, invertir el dinero, porque el tiempo es tu dinero, es el medio de vivir, para una sola cosa, que el mundo también nos conozca. Porque paz, porque los armenios presentan la paz, porque lo más caro que hemos pagado para la paz y seguimos buscando la paz es el pueblo armenio. Hoy hay otros pueblos también. El que conoce la oscuridad valorará la luz. Entonces, eso ya decir conciertos, ves en todos los carteles, no está escrito conciertos de Gagi Gasparian. O en este caso estamos acá, Hasmik nos está acompañando, participar, o de Hasmik Leiloyan, concierto por la paz, porque ya deja de ser, ya dejamos los conciertos, salgamos al mundo, como que el mundo que nos escuchó 100 años a través por nuestra historia sufrida, genocidio armenio, todo eso, la triste historia. Entonces presentamos nuestra cultura. ¿Qué significa cultura? Մշակույթ. Մեր նախնիների մշակածը, Ամեն ինչ է մշակույթը Գագիկ։ մեր ինքնությունն է, Ամեն ինչ։ por eso tomar como concierto va a quedar entre nosotros, para que la nueva generación que entienda y que vea que lo que el nombre nuestro, la tierra de Noé, el lugar de donde nacimos nosotros, Monte Ararat, las civilizaciones que dio Armenia, una de las civilizaciones más antiguas, cultura más antigua, como un caso en Barcelona, un cura de Barcelona católica, que yo esa palabra se repetí de frases de él, que a veces por la humildad no me permitiría decir yo vengo de la tierra de Noé. Es medio soberbio poder escuchar, pero es la realidad. Sí, pero como vos sos de ahí, nombrarte vos mismo a vos, no, y nunca había pensado, pero el cura católica en una iglesia, Barcelona, a mí se me puso piel de gallina cuando antes que yo salga a dar el concierto por la paz, dijo: hoy nosotros tenemos acá el sonido, el instrumento y la voz de la tierra de Noé.
donde venimos todos nosotros. Somos familiares, todo lo que estamos asentados acá no hace falta ser armenio, porque nuestras familias, todos nuestros orígenes son la familia de Noé, y hoy ustedes van a escuchar el sonido, tanto que Gagik dice armenio, pero es todo nuestro. La voz de la tierra de Noé es muy fuerte, era, que no dijo un armenio. Por eso ya me quedo y sigo diciendo. Y digo, Jan, entonces tenemos que dar importancia y creer que lo que nosotros tenemos, si no lo valoramos, nadie nos puede encontrar y valorar esa cultura. Esa cultura no es música. Esa cultura es nuestra identidad. Cuando vos dijiste artistas, hay pocas artistas. Hay muchos artistas, hay muchos artistas, pero de entre ellos hay pocos artistas. Porque el artista, si siempre busca tocar, ya queda un músico. Hay músicos y artistas. El artista tiene que tomar una conciencia y una importancia, la responsabilidad. ¿Qué instrumento vos tocas? No es violín, no es guitarra, que es internacional. Cuando es algo que pertenece, representa la identidad de tu pueblo, tenés que ser, entonces, como dijiste, difusor, difundir. Si sos de eso, entonces todo vas a ser un embajador, como dicen, que vos vas a representar tu cultura en cada esquina del mundo. Pero ¿estás preparado de sacrificios? Porque nada es comercial. Es como un trovador, tenés que ser también. Es como fiel y amar tanto para no cansar y sentirte ese orgullo que vos perteneces a una historia muy antigua. Esa historia, pocos de los países del mundo antiguo que sobrevivió, que llegó a 2006. Babilonia no está. Acadios no están, sumerios no están, muchos asirios como esta, pero nosotros estamos, no importa que tan pequeño estamos, pero esa cultura es muy grande, que son de 5.000 años. Esto es importante para salir al mundo y contar sobre eso. Muy bien, Gagik, está muy bien tu reflexión. Apoyamos tus conceptos. Մենք ուրախ ենք ձեր ներկայության համար Անտոնիոին, Հասմիկին, Գագոին հաջողություն կմաղթենք։ Ուրախ ենք եւ շնորհակալ ենք, որ բացվեցիք մեզի եւ մեր ունգընտիրներուն այս ամեն ինչը ինձի համար չէ։ Համաձայն եք հետ։ Այո, համաձայն ենք, որովհետեւ մենք մեծ գորուստներեն արդեն անցանք եւ պետք է ավելի գազմագերբված ազգ լանք, բեդություն, սպյուրք եւ մեր արժեքներուն եւ փոխանցենք սերունդներուն, բայց նաեւ աշխարհով ներկայացնենք, որ եւ մենք վայելենք եւ մեզի հարկեն եւ օգտակար դառնանք բոլորին։ Ես համաձայն եմ, որովհետեւ աշխարհը խաղաղության գարիք ունի, այսօր ամեն դեղ բادرազմներ կան։ Ես չեմ գիտեր, եթե Հայաստանի մեջ բادرազմ չկա կամ խաղաղությունը, ես չեմ ուզեր քննարկել այդ հարցերը, որովհետև մարդիկ կսեն թե խաղաղությունը հիմա, բայց չեմ գիտեր, որքան խաղաղություն է, երբ որ տուն չունիս հստակություն եւ գրնանք բիջել այդ մասին, բայց նաեւ Հայաստանի շուրջը նաեւ Ուկրաինայի մեջ բادرազմ կա, Ռուսաստանի մեջ միջին արևելքն է, երեք լուր դվինք, որ Պատրիարքությանը, Երուսաղեմի Պատրիարքությանը հրյաները հարձակեցին, այսինքն քաղաքական իմաստով չնայինք մարդկային տեսակետեն մարդը գարզես մարդուն թշնամի է։ Այո։ Եվ ուստի եթե հոգևոր, եթե երաժշտական ուղերձ գլա հայերու գոմե ամբողջ աշխարհի համար մեզի պիտի հարկեն սիրեն այն մարդիկ, որ խաղաղության գողնագիցներ են։ Բնականաբար անոնք ովքեր բادرազմի միջոցով գհարստանան եւ առևդուր գնեն, որովհետեւ այդ ալգա բادرազմը եւ կորզիկ է եւ նաեւ տնտեսական շահերու ֆինանսական օգուտ է, ով որ զենք կծախե գուզե որ բادرազմը լա բնականաբար ուստի այդ մարդիկ թեմ պիտի գնան այս ամեն ինչի ուստի ադիալ պիտի գիտակցեք բայց բարեբախտաբար
կարծես խաղաղությունը եւ այս պրոյեկտը ավելի ուժով է եւ բոլոր քաղաքական գործիչները աշխարհի հիմա եւ հոգեվոր կենտրոնները կգազմագերբեն, որտեվ ով որ ասի ոչ չի գրնալար։ Նույնն է, որ ասես Աստծուն կհավատաս, Աստծու մասին շատ գխոսենք, բայց շատ քիչերը կհավատան։ Բայց չհավատացողներ պիտի այո կհավատամ, եթե կհավատաս Աստծու падգամները սեղանի դրած է, ուրեմն ցույց տուր։ Հիմա եթե դու խաղաղություն, պատերազմ չես ուզեր, խաղաղություն կուզես, ասի այդ խնձորն է խաղաղության, որ պետք է բաժնենք մեր մեջ։ Ռեք Antonio, vamos a cerrar porque ya Sí, estamos... Diego Jan, մենք կեզի շնորհակալություն գայտնենք, տունը սիր հաջողություն ցեզի, մեր հաջողությունը բոլորիս հաջողությունն է, շատ շնորհակալ եմ։ Այո։ Escuchen, yo quiero agradecer todos los mensajes que realmente hay veces que hay gente que me dice, Diego, no te escucha nadie, o la radio ya pasó de moda. Bueno, pero acá hay como 40 mensajes, entonces quiere decir que alguien escuchó. Հասմիկ վերջացնելու համար այս հարցազրույցը խոսքդ բատկամդ ուղերձդ անշուշտ գաբի մեջ կլինենք միասին կլինենք, բայց հետաքրքիր կլա այս միտքերու մասին ինչպես կեզրակացնես։ Այ դա Աստված, որ իսկապես բարիությունը գա, խաղաղություն լինի ամբողջ աշխարհում ու մենք կարողանանք ապրել մարդավարի եւ բարի մարդկային կյանքով։ Հիմա իսկապես շատ դժվար է բոլորիս համար, այն մարդկանց, ովքեր որ ուզում են ապրել հանուն մարդկության, հանուն իր երկրի, իր ազգի համար։ Ես ուզում եմ, որ այս ամեն ինչ իսկապես խաղաղություն լինի ամբողջ աշխարհում ու բոլորս իրար մենակ ժպիտով տեսնենք ու լավ առիթներով, ինչպիսին հիմա մենք ենք հավաքվել այստեղ։ Այդպես Երանի համացայն ենք սիրելի Հասմիկ. Bueno, un enorme placer haber tenido esta entrevista con Gagui Kasparian, Hasmik Leiloyan y Antonio Sarafian. Escuchamos un poquito de música y tenemos unos minutos y cerramos el agradecimiento a los compañeros también. Estamos en el programa armenio Radio Arax. Muchas gracias a todos.